Ամենակարող Աստծուն, բոլորս ասենք փառք, հալելույա, իր անունը փառավորվի, ասենք հալելույա, հալելույա, ինքս տե ներկա է, հալելույա, ուրեմն մենք երբ որ դուրս են գալիս Սակրամենտոից, Կալիֆորնիայի, մեր ժողովուրդը սաղ աղոթում էր, և իրանք բոլորը ձեզի բարևներ խրկեցին, մեր քուր եղբորներին, Աստված օրհնի բոլորիդ, շատ շնորհակալ ենք Մամիկո եղբորից, եղբայրական խորհրդից, որ հրավիրեցին մեզի կոնֆերանսին, ես այստեղը շատ եմ սիրում կարդալ, դրա համար ուզում կարդամ, 15-րդ Սաղմոսը, ոչ թե մեզի ով Տեր, ոչ թե մեզի, հապակու անվանը փառք տանք, քո բազում ողորմությունների համար և ճշմարտության համար, ասենք ամեն։ Գիտեք եղբայրներ քուրեր, մի տարի իրար չենք տեսել, ուր որ եթում ենք, չգիտեմ Սուրբ Հոգին դրեց ամեն մեկի սրտի մեջ, որ խոսանք հոգու ներկայության համար, էսի շատ կարևոր հարց է էսի, որովհետև գիտեք տարբեր խոսակցություն, հանդիպում, սեղանի շուրջ և տարբեր տեղեր, չգիտեք, նեզ ոնց որ հոգի չի կշտանում, չի կերակրվում, գիտեք, բայց երբ որ դու Տիրոջ հետ շատ մոտիկ ես ելնում, Աստծո հոգին այցելում է քեզի, կերակրում է քեզի բարձրացնում է, հասակ է տալիս քեզ, գիտեք, Սուրբ Հոգու աղոթքը շատ կարևոր է բոլոր հավատացյալների համար, հայրեն ինչքան ուզում ես աղոթի, ինչքան բարձր կաղոթես, ինչքան ցածր կաղոթես, չէ, բայց Սուրբ Հոգու աղոթքը շատ կարևոր է, համ անձդ է շինում, համ ներկայություն ես ճաշակում Քրիստոսին, շատ կարևոր է էսին, գիտեք, ես վերջերս մի տեղ է եթում, կանչին Աշոտ աղբեր արելի, ալի շատ ծանր վիճակ արի, ահավոր վիճակը, հիմա ես գիտեմ ովքեր կան ընդեղ, և ինչքան դժվար է իրանց հետ խոսալ, ճանապարհին Սուրբ Հոգով եմ աղոթում, մենակ Սուրբ Հոգով, ասի մինչև իմ գնալս ընդեղ, դու իմ առջևից գնաս, մտնես այդտեղ, եղբայրներ քուրեր, ահագին մարդ կար անհավատ, կար մարդ հավատացյալ, բայց ինքը այնքան էր տկարացել, նես վիճակի էր հասել, որ այդ անհավատները իշխանություն էին բանեցնում իրա վրա, երբ որ ես եկա, գիտեք եղբայրներ քուրեր, ես զգացի, որ Քրիստոս ինձ առաջ գնաց այդտեղ, այս անհավատները սաղսեն շարք կայնան, ամեն մեկը եկավ ինձի փաթվեց, ու ասեց Աշոտ աղբեր, ինչ որ ասես, մենք ընդունենք, իրանք ինձ ասին, Աշոտ եղբայր, ինչ որ ասես, մենք ընդունենք, մի քանի բառեր եմ ասել, բայց զգում էի Տիրոջ ներկայությունը, երբ որ ես խոսում էի, անհավատը արցունքները լցրեց աչքերը, իմացա, ասեց, ինչ որ ասես կանենք, մի քանի խոսք ասելուց հետո, ասի կարաք համաձայնվեք, ասեք, այո կանենք, ասեց այո կանենք, ասի դե հիմա աղոթում ենք, ասեց աղոթում ենք, ասի այո աղոթում ենք, սրանք սաղ եկան, սկսեցին աղոթել, ու իրանք իրաց բերանով ասում են փառք ես Տեր Աստված, շնորհակալ ենք, որ այս հարցի լուծումը եղավ, էդի մենակ կարա Սուրբ Հոգին անեն, գիտեք եղբայրներ քուրեր, եթե Սուրբ Հոգու շատ տեղ տաս, մեջդ կսկսի եռալ Սուրբ Հոգու աղոթքը կրակը, ինքը քեզի կանչի աղոթքի, ինքը քեզի երբ որ մի բան են ասի չձեր տաս, ինքը երբ որ ուզում ես մի տեղ եթես, ինքը քեզի կարգել կայնի, երբ որ Սուրբ Հոգու հետ կապ ունենաս, Աստծո հետ կապ ունենաս, չէ ինքը քեզի ամեն տեղ կարաշուրդի, ամեն տեղ, ամեն ժամանակ, գիտեք շատ կարևոր է, որ ներսի ձայնը լսես,
Շատ ժամանակ մեր հավատացյալ եղբայրները քուրելը Սուրբ Հոգով աղոթում են չոր ալնում իրաց աղոթքը, չոր։ Նից աղոթումը, հեսնից աղոթումը բրցնի, որ ցույց տա, որ ինքը Սուրբ Հոգով չէ։ Էդի Սուրբ Հոգով աղոթքը չի։ Սուրբ Հոգով աղոթքը կրակով աղոթք է։ Էդի լեցունության աղոթք է։ Հասկանոց քո ներս տա փառավորում Տիրոջը Սուրբ Հոգով աղոթում։ Գիտեք կանչում է քեզ աղոթքի։ Միտեղ կայնած ենք, ահագին մարդիկ ենք, կայնած ենք, խոսում ենք, մեկ է զգացի հոգիս մեջից կրակի պես առանձնացում է, ասում առանձի գնա։ Գնացի մեքենաների արանքը կայնա ու էր չեմ նայում ով կանդե, ով չի կա։ Մեջ ստեց կրակոտ աղոթք այդու Սուրբ Հոգու աղոթք։ Աղոթքը բրցավ իր գործը լրիվ արեց։ Ու լրիվ օծոր հասկանում եք, շատ կարևոր է, որ դու Սուրբ Հոգուն տեղ տաս եւ իր ձայնը լսես։ Երբ որ ինքը քեզի կանչում աղոթի, գնա աղոթի։ Սաղ թող գնաց հոգի ու սկսի Սուրբ Հոգով աղոթել։ Շատ կարևոր է դա։ Մի անգամ մի հատ եղբայր ասում են, գնացինք կնոջս հետ աղոթեցինք, բրցան գնացինք քնելու։ Մեկ է քնած տեղը Սուրբ Հոգին ինձ կանչում աղոթքի։ Միջս կրակ անհանգստություն, էսյան եմ շուր գալի, չեմ ուզում, մարմինը չի ուզում, էնյան է շուր գալի, չի ուզում մարմինը, բայց հոգին ասում է, հեքի հելի աղոթել, կնիկ ասեց, հելի, հոգին կանչում աղոթելու, ասում է, հելան, իրար հետ, կրակոտ Սուրբ Հոգու աղոթք այդում, ռուսենը չեք ատում, ոչ մի ձևով չեք ատում, կրակով Սուրբ Հոգու կրակով աղոթք այդում, հենց աղոթքը բրցանք, զանգը եկավ։ Մեկ է զանգը վեկալա, ասեցի ով է, ասեց դուք ես ինչ անձնավորության պապան եք, ասեց այո, ասեց քու տղեն մոտոցիկլետով մեծ ավարիա է ատվել, մոտոցիկլետից ոչ մի բան չի մնացել, բայց իրա վրա մի հատ գիծ չկա։ Ասենք ամեն, եղբայրս կուրեց, հերը հարցնում է պոլիցին, միլիցային, երբ էդի կատարվավ, ասեց կես ժամ առաջ է, որ հոգին կանչում էր աղոթքի, հոգին կանչում աղոթքի, գնա աղոթի, սաղ թող, հոգին կանչում աղոթքի, գործ ունի հոգին, մեջիցդ կանչում է, մի անգամ չգնացի չլսեցի ձայնը, երկրորդ անգամ կանչում չլսեցի ձայնը, երրորդ անգամ կանչում չլսեցի ձայնը, էլ չկանչում, մանավ, Աշտախբերի չեմ սառ աղոթում Սուրբ Հոգով, ասի քեզնից հարցրը, իչի չես աղոթում Սուրբ Հոգով, ասում 3 անգամ ձայն եղավ, ես չլսեցի ձայնին, ու չգնացի չաղոթեցի, հասկանում եք եղբայրներ քուրեր, ու շատ կարևոր է անոթդ մաքուր պահես, անոթդ միտքդ աշկերդ լեզուդ շուրթերդ մաքուր պահես, որ հոգիդ մեջը գործի, Դա շատ կարևոր է, այնքան ես հանդիպել եմ մարդկանց, որ Սուրբ Հոգով ընդհանրապես չեն աղոթում, 40 տարի հավատացյալ, 50 տարի հավատացյալ, եղբայր սպասավորներ, շատ հայրեն, Սուրբ Հոգու կրակ չկա, հանգած է, հասկանում եք, ես միտեղ եկեցում էր պատմեցի, ասում, մի հատ քույրիկ ասում է, ինքը տնից դուրս է գալի այդ վախանուտ, մեկ է հարևանը մոտենում ասում է, բարև Թամարա, ասում է բարև ձեզ, ասում է դու գիտես ես շքու հարևանն եմ, ասում է Թամարա քո հետ մի բան է կատարվում, ասում է ոչ բան չի կատարում դες, ասում է չէ կատարում է, ես ապրում եմ երրորդ հարգում, դու ապրում ես երկրորդ հարգում, երբ որ դու աղոթում ես, ես եկեղեցի չեմ հետում, պարկում եմ պոլին ու ականջս դնում եմ պոլին ու աշկերիցս թափում է, ես չգիտեմ դու ինչերեն ես աղոթում, բայց այդ աղոթքը քանդում անձի, Թամարա այդ աղոթքը չկա էլ, չկա այդ աղոթքը, ասում է վերադարձա հետ, աղոթից Տիրոջ արշավ ասի Տեր Աստված, զոհաս սեղանի կրակը հանգել է, ծուխ է գալիս, հասկացի քուրս եղբայրս, կարևոր հարցը, որ ես հավատքի մեջ միջև վերջ մնաց հոգով լցվի,
անձդ իշքան կարաս մաքուր պայի։ Հասկանում եք եղբայրներ քուրեր, հոգու աղոթքը հոգու ներկայություն ուրիշ է։ Երբ որ հոգու ներկայության մեջ ավտոյի մեջ ես փարաբանում Տիրոջը, ճանապարհով հետ մեզ փարավորում ես Տիրոջը, ում հետ հանդիպում ես, չես խոսում շատ, խոսքդ շնորհքով է դուրս գալի, համոզած աղով, ասպես քուրս եղբայրը ժամանակ չունեմ ուրիշից խոսալու, եթե ունես հնարավորություն, քել աղոթ կանենք, քել մտեք ավտոյի մեջ փողոցում եք, քել ավտոյի մեջ մտեք, սկսեք Սուրբ Հոգով աղոթել իրար հետ։ Գիտեք եղբայրներ քուրեր, շատ կարևոր հարց է։ Նայեք, Հերովդեսը Հովանեսի եղբորը Հակոբոսին սրով սպանեց։ Հետո տեսա ոչ թե հրաներին լավ եղավ է, այլ Էբանը Ռոմեացներին, այ հրաներին էդի հաջելի էր։ Դրանից հետո վեկալավ Պետրոսին, Բերտ նստրեց։ Շարունակության մեջ 12-րդ գլխի մեջ գործք առաքելոցի մեջ տալիս է եւ եկեղեցին հարատև աղոթում էր Պետրոսի համար։ Սուրբ Հոգով լցված աղոթում էին։ Շատ կարևոր է։ Եվ գիտեք ինչ կատարվավ։ Պետրոսը զինվորների մեջ շղթաներով կապված, դուրսը զինվորներ, ներսը զինվորներ, բայց Տիրոջ հոգու ներկայությունը երկինքը բացեց եւ հրեշտակը իջավ եւ Պետրոսի հետ խոսաց եւ Պետրոսին ազատեց էդի մինակարա Սուրբ Հոգին անի ասեք ալելույա իրան էդի շատ կարեւոր է տեղ տուր իրան թույլ որ Սուրբ Հոգին մտի տանդ մեջ կնոջդ փոխի քեզիկ փոխի երեխեքիդ փոխի հասկանում եք եղբայրներ քուրեր մի հոգի ստեղից զանգեց ինձ աշխատ աղբեր ասեց ինչ կլինի ասեց ես ավտոյի մեջ եմ ասեց ինչ կլինի խնդրում քել աղոթենք իրար Սուրբ Հոգով ասեցիք աղոթել իրար Սուրբ Հոգով ուրեմն զանգում անցի մի քանի օրից հետո ասма տղես վերադարձել է տղես վերադարձել է ու ոչ թե մենակ տուն է եկել այլ ինքը վերադարձել է ուղիղ եկեղեցի է եկել հասկացեք եղբայրներ քուրեր դա շատ մեծ կարևոր է եւ որ սառն ես լավը չի էդի եւ տխուր ես լավ չի էդի բայց երբ որ լցված ես հոգով հասկանում եք գալիս ենք Սամալոտով Քաթարից գալիս ենք Երևան ուրեմն Սամալոտ անթաց է ցնցում հա մեկ սոքին ասում բանը բաց սունգետ ավետանը բաց ու սկսի կարդալ Ուսեցի կարդալ, ես կարդում միսի ցնցում իմ ասա, սկսեցի շարունակել, ասի ուշադրություն չեմ դարձնելու, ցնցելու, սկսեցի էդի ու սկսեցի հոգով աղոթել, դենամ ուղղված ճանապարհը, ամեն բան ուղիղ է էդում, քուրս եղբայրս, հեծնեց մի արի եկեղեցի, լցվի հոգով, Իշքան կարաս պարապ տեղերից փախի, որը քեզի հոգու ներկայությունից չի տալի, երբ որ հոգով չես կամ լցվես, ամեն տեղից փախի, որտեղ հոգու ներկայություն չկա, ընդեղ գնա, որտեղ հոգու ներկայություն կա, ու քեզի վարժիցրու, ծոմերով ու ասու խոսքով, նայեք Պետրոս Առաքյալը ասում է, ես ամոթ չեմ համարում, Պողոս Առաքյալը, որ ավետարանը քարոզը, որտեղ այդ ասու զորությունն է, Ասու զորությունը, գիտեք, ավետա հավատացյալ մարդը առանց ասու զորությունը կորած է, ինքը կշփոթվի, իրանք խաբեն, իրանք կտանեն, ինքը մեղ գործի, ինքը սուրբ ճանապարհից կշեղվի, բայց երբ որ դու լցվես Սուրբ Հոգով, հասկացեք եղբայրներ քուրեր, քեզի ոչ մի չի կարող խաբի, հասկացեք, ես կուզենամ, գիտեք ինչ, որ ով է Սուրբ Հոգով մկրտված, ձեր բարձեք, ով կրակացտեղ, հասկանում եք, Տիրոջ ձեռքը ձեր հետ է, խոսքի լավ, Տիրոջ ձեռքը ձեր հետ է, Աստված շատ է սիրում ձեզի, Աստված առաջնորդում է, տենց ոնց որ ինքն է ուզում, ոչ թե ոնց որ դուք եք ուզում, այլ տենց ոնց որ ինքն է ուզում, տեղ դուր Սուրբ Հոգուն, մտքից սրտիդ մեջ ասա, երեք սխալ եմ ապրել, բայց ժամանակ չունեցա ծունգի կամ քո առջև, Չկարողացա ժամանակ ունենալ, որ կարողանամ իմ անձս աստվածապաշտության մեջ վարժեցնեմ, օգնի ինձ, աշկերով մեղան չունեմ, մտքով մեղան չունեմ, օգնի ինձ,
Ես խոստում եմ այսօր։ Սիրում եմ մի քիչ աշխարհը։ Ուզում եմ կիսատ բրադ եկեցի գամ։ Մի հատ խուլ ու համր մի ընտանիքի մեջ մարդ ալենում։ Իրան ասում են այսօր ցուրտ է, մի արի եկեցի։ Ասում եմ ես չեմ կարող գամ, չգամ եկեցի։ Ասում են ինչի համար։ Մեկը խոսում է, բայց չի կամ լսի։ Չկա նես մարդ որ կարող ասենց անես իրան հասկացնի։ Ասում եմ որտեվ ես պաշտամունքի ժամանակ տեսա տիրոջ հրեշտակի չավ, պատալոգը բացվավ, և տիրոջ հրեշտակի չավ, ու շարքիրով սենց սաղի նայումա։ Ասում եմ ես չեմ ուզում, որ ինքը նայի, ու տենայի մաթորը դադարգա։ Քորեր աղբերես, եթե դու քո լծվես կուազես, կուզես, իմացան են դրանք սաղանցողիկ են։ Այսօր մեր մոտ մեկ գալիս ենք ամերիկացին մի անձնավորություն շատ ցանդրացավ։ Ու միջև հիմա կոմայի մեջ չի կարողանում։ Լսել ենք փոքր եղբորը աղոթում ենք։ Այնտեղ եղբայրներն են աղոթում։ Եղբայրս քորս տիրոջ հետ մոտիկ ենք։ Հիշեք, որ Դանիելին Աստված ոչ թե գուբից ազատեց, այլ գուբի մեջ ազատեց։ Ինքը հոգու ներկայություն ուներ եւ այրուզների բերաները բոլորը փակվավ։ Դրա համար ինչքան կարաս դուր տեղ Սուրբ Հոգուն։ Ասա բերանով ասա Սուրբ Հոգի մտի տունս։ Երեխուս հետ խոսա, ամուսնուս հետ խոսա, կնոջս հետ խոսա։ Երկու եղբայր մեկը բոյով, մեկը կարճ։ Այդ մենք գյուղ աղոթելու։ Այդեղ ուրեմն արդեն տարածվում է, որ բոյով եղբոր միջոցով Աստվածագործում, բժշկություն ալում։ Հիմա միջև այդ յուղից հասնում այնտեղ, ուրեմն մի հատ քույրիկ կայատան մեջ ասում է Տեր Աստված։ Ոսկնա Սուրբ Հոգով այնքան աղոթել Տեր Աստված ինչ կլի։ Ես շատ տկարեմ մարմնով, ինչ կլի ինձ բժշկություն տուր։ Ասում են, որ բոյով եղբոր միջոցով Սուրբ Հոգին գործում է, բժշկություն է տալի։ Հա, եւ որ գալիս են այդ յուղը, ուրեմն սաղ չոքած աղոթում են, ես քույրիկը որ Սուրբ Հոգով շատ աղոթելու ժամանակ, ասեց ասում ոչ կասեմ, ոչ բան։ Սա հաշկի փակած է չոքը մոդենամ ու կկպնեմ այդ եղբորը։ Այդ բոյով եղբորը կկպնեմ։ Ու շատ ծանր հիվանդ ա եղել նույնքը։ Ուրեմն եւ որ Սուրբ Հոգը կրակ այ աղոթքը շարունակում է Սուրբ Հոգով աղոթում արդեն լացա ժողովուրդը լացում է։ Իմացայինքը կապավ եւ որ պաշտոնի վերջի մասին քուրեր աղբայրներ, եթե այդ օրքու ներկայության մեջ մեկը բժշկվել է, թող ասի։ Ասում է չկարողացա փախվել, ասի քուրեր եղբայրներ։ Միջև են յուղից մեկան հասանստեղ, ես Սուրբ Հոգով աղոթում էի, ես լսեցի կներես եղբայր ջան, որ քո միջոցով Սուրբ Հոգին գործում է ու բժշկություն է տալիս։ Ես առանց քեզի ասել ոչ մի բանի, չոքա չեք, եկա կպա քեզ էլի։ Իմացա ես եղբայր ասում եմ քուրոք ջան, Աստված օրդի այդ Սուրբ Հոգուտ աղոթքի համար եւ հավատքիդ համար, ոչ թե իմ միջոցով է գործում, այս կոլոտ եղբոր միջոցով։ Այս եղբոր միջոցով է գործում։ Հասկանում եք ինչ է կատարում Սուրբ Հոգու աղոթքը եւ Սուրբ Հոգի աղոթքը հավատք է դնում մարդու սրտի մեջ։ Հասկանում եք հավատքով, հասկացեք։ Եվ Տիրոջ օրհնությունը կա եւ ողորմությունը։ Մենք կարող ենք հիմա սաղս ոտի կանենք ոտքի սաղս։ Կներեք իլի իհարկե եղբայրներ կուրեն, կարանք սաղս Սուրբ Հոգով աղոթենք։ Աղոթի նենց, որ ականջդ льսի, ալելույա, քրոբերիկ աղոթր։ Надо мною лист кружится, пожелтевший медленно упал, от других он отделился, без поры, как цвет травы увял. Отчего этот лист пожелтел? Может, влаги в себе не имел, а может быть, иногда сам не видит себя. Так и с нами бывает, друзья. Друзья, забывать нам друг друга нельзя. Друзья, забывать нам друг друга нельзя. Мягко. Друзья,
Друзья, друзья, забывать нам друг друга нельзя. Друзья, 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 забывать нам друг друга нельзя. Чтоб не быть как лист увядший, позаботься больше о себе. Если видишь кого падший, подними и ободри, любя. Отчего этот лист пожелтел? Может, влаги в себе не имел, а может быть, иногда сам не видит себя. Так и с нами бывает, друзья. Друзья, 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 забывать нам друг друга нельзя. Друзья, 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 забывать нам друг друга нельзя. Вспомни, как Христос трудился, проявил заботу и любовь. Вспомни, как Отцу молился и за нас пролил святую кровь. Вот любовь, вот любовь, вот любовь, как сильна ты, святая любовь. Мог бы я оценить хоть частицу любви на сестру и на брата излить. Друзья, 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 забывать нам друг друга нельзя. Друзья, 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 забывать нам друг друга нельзя. Ятель? Друзья, 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 забывать нам друг друга нельзя. Друзья, 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 забывать нам друг друга